եթե հանկարծ երեխան հարցնում է, մամա, իսկ հնարավոր չի, որ այլ միջոցով ծնվի կամ խաղերի ժամանակ, երբ որ վիդեոնյութեր են դիտում երեխաները, լինում է, որ կարող է տեսնել բնական ծննդաբերության process կամ կարող է ինչ-որ մեկը ասի, որ փորիկից չեն կտրեհանել, ուրիշ ձև են եղել։ Ուղղակի պետք է ֆիզիոլոգիական բացատրել, որ հա, ոնց է, որ մենք օրինակ գնում ենք զուգարան եւ մեր կերած սննդի արտաթորանքը դուրս է գալիս կամ միզում ենք, նույն ձև փորիկից կա որոշակի անցք, որ բալիկը դուրս է գալիս։ Հիմա նայեք, մենք փորձեցինք պարզ բառեր ընտրենք, որպեսզի երեխան իմանա որտեղից է հայտնվում երեխան։ Մեկ այլ հարց է, ու իմ տղան եւս այդ փուլին եկավ, որ ասեց՝ «Բլով, որտեղից է փորի մեջ հայտնվում երեխան»։ Եվ իմ տարբերակը հետաքրքիր, որ ասեցի, երբ որ ծնողները կամ մարդիկ իրար սիրում են, իրար հետ ապրում են, մամայի փորիկի մեջ բջիջիկ կա, պապայի փորիկի բջիջիկից էլ միանում է ու բալիկ է դառնում։ Դեռևս չի հարցրել պապայի փորիկից բջիջիկը ոնց անցնում մամայի փորիկ։ Այդ տարիքի համար լիովին։ Այդ տարիքի համար լիովին մենք գիտեք ինչ ենք վախենում պատասխանել, որովհետև ասում ենք՝ «Բա հետո»։ Հիմա ինքը 4-5 տարեկան է, 6-ա, բա հետո արդյոք պետք է բացատրենք բուն սեռական ակտի ու պրոցեսի մասին, թե չէ։ Իհարկե ոչ, որովհետև երեխայի համար դա անընկալելի է եւ իր աշխարհայացքի եւ պատկերացումների մեջ չի տեղավորվելու։ Ընդհանրապես պետք է երևույթը բացատրել, պարզեցված եւ նաեւ դրական ֆոնով, որ սիրում ենք եւ այդ սիրո արդյունքում ծնվում է բալիկը։ Նաեւ այդ մեսեջը տալ, որ մենք քեզ սպասել ենք,